Երբ որ բժիշկը ասեց, էլ չենք կարողանում, ես ու հայրը պտտվեցինք ու Գաբին գոռացին, Գաբ, դու բուժված ես։ Ֆանտաստիկ բան էր, որովհետև մենք զգում էինք, որ ինքը բուժված է։ Ու ուզում եմ մի բան ասեմ, թե շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Գաբիի մանկությունը անցել է հենց այս այգում, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մեր աջ կողմում է, եւ եթե եղանակը թույլ էր տալիս, Գաբին քնում էր այստեղ, Գաբին քայլեց այստեղ, Գաբին աղոթում էր այստեղ, Գաբին ամեն թռիչքից առաջ լացում էր, որ ինքը պետք է հասցնի եկեղեցում լինի, Գաբին ասում էր, որ ինքը ուզում է երգի եկեղեցում։ Համայն հայության Գաբին է, Գաբրիելան, որի աղոթքի ձայնը կարծես մնացել է եկեղեցու լուռ պատերի ներսում, ծիծաղը այգու արահետներում։ Ամեն գիշերին փոքրիկ խենթուկը ասում էր. «Մամ, դե նարեկ կարդա, որ քնեմ»։ «Մամ, հաջան, լսի, մի հատ կնայես նարեկի մեջ մատի համար աղոթք կա»։ Ճկույթս ցավում է։ Գաբին կյանքը սիրում էր անսովոր ուժով։ Նույնիսկ ամենածանր բուժումների, ցավի ու անքուն գիշերների մեջ նա կարողանում էր ժպտալ, ուժ տալ իր ընտանիքին ու իր կողքին պայքարող փոքրիկներին։ Կարծես ինքն էր մխիթարում բոլորին։ Երբեք չի օգտագործել բառը, հա, ես հիվանդ եմ։ Երբեք չի նեղվել նրանից, որ ինքը մազեր չունի։ Ինքը ասում էր, ես շատ սիրուն եմ։ Ես մեծ եմ, մայրիկներ, բայց ձեր երեխաներին բացատրեք, որ երբ որ տեսնում են ինձ նման երեխա, չգնան հարցնեն, ինչի դու մազեր չունես։ Ես կհասկանամ, բայց իրանք չեն հասկանա։ Մայրը, Վարդուհին ասում է, դեռ պայքարի առաջին օրերից զգում էր, որ մի օր գրելու է Գաբիի մասին։ Ոչ միայն նրա հիվանդության, այլ նաև նրա ապրելու ձևի մասին։ Նախ ես ի սկզբանե ուզել եմ գրել գիրք Գաբիի պայքարը, երբ որ ես տեսա, ես ուղղակի զարմացած էի, ես չգիտեի, որ նման պայքար հնարավոր է։ Եթե ես այդ ժամանակ գրեի, իմ գիրքը լինելու էր շատ չար գիրք։ Գաբիի մասին գիրքը պարզապես պատմություն չէ։ Սա աշխարհը Գաբիի աչքերով տեսնելու հնարավորություն է։ Աչքեր, որոնց մեջ նույնիսկ ամենածանր պահին լույս կար։ Լույս, որը երբեմն ավելի ուժեղ էր, քան ցավը։ Այս գրքում ես ամփոփել եմ ամբողջությամբ Գաբիի մտքերը։ Թե ինչեր էր ինքը ասում, ինչ էր ինքը տեսնում, ոնց էր ասում, որ այնտեղ ցավ չկա, ոնց էր ինքը նայում կյանքին ու գոհանում ամեն օրով։ Ու այս գրքով ես խոսում եմ մեծ հավատքի մասին, իր ֆենոմենալ մտքերի մասին։ Այս գրքով ես ուզում եմ, որ մարդիկ չհուսահատվեն։ Ես չեմ ուզում, ինքն է ուզում, այս մտքերը ինքն է ինձ տվել, ես չէի կարող։ Իսկ ուզում էր Գաբին, որ իր պատմությունը մի օր գիրք դառնա, որ մարդիկ ճանաչեն իր անցած ճանապարհը, իր պայքարն ու իր լույսը։ Գաբ, կուզես դու գիրքդ գրես։ Ասեց չէ։ Այս ինչի Գաբի։ Ասեց, որովհետև շատ եմ ասել այս բառը, բայց էլի պետքա կրկնեմ։ Ասեց, որովհետև ես տեսնում եմ դուրսը, ես տեսնում եմ մարդկանց, իրանք չեն հավատում Աստծուն, ու իմ գիրքը կգցեն աղբը։ Բայց Գաբիի պատմությունը միայն էջերի վրա գրված հիշողություն չէ, այն այսօր էլ շարունակում է ապրել ուրիշ երեխաների կյանքում հույս դառնալով։ Գրքի ամբողջ հասույթն ընտանիքն ուղղելու է պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաներին։ Գաբին 2 օր առաջ ես անդադար երեկոները մենք իրար կողք զրուցում էինք, ինքը ասեց, մամ, խնդրում եմ, կօգնեք երեխաներին։ Ու որոշեցինք, որ ընդլայնում ենք, կառուցում ենք այդտեղ Հաղարծին գյուղում հյուրատուն, որի հասույթը ուղղելու ենք հենց պալիատիվ խնամք ունեցող երեխաներին եւ գրքից ստացված հասույթն ենք ուղղելու։ Գաբի գիրքը միայն երեխայի պայքարի պատմություն չէ, սա նաեւ ամուր ընտանիքի, սիրո ու մեկը մյուսին աջակցելու մասին պատմություն է։ Վարդուհին ասում է, գրքի երկրորդ հերոսը Գաբիի հայրիկն է, Էմիլը։ Սա ի սկզբանե գրվում էր իր հայրիկի համար միմիային։ Ես ուզում եի, որ իմ շնորհակալությունը հայտնեմ, որովհետև
ինքը շատ լավն է։ Ոչ մեկ չգիտի իր մասին, բայց ինձ թվում է աղջկա կյանքում ամենակարևորը մայրը չի, հայրն է։ Վարդուհին ասում է, ինքը հավատում է հրաշքների, բայց իր համար ամենամեծ հրաշքը ոչ թե պարզապես կյանքն է, այլ հավերժությունը։ Նայում եմ ծաղկած սպիտակ խաչա հավերժության նշանով, ասում եմ Էմիլ, թիվը, ասում է չկա։ Ասում եմ բայց տվել էիր, չէ։ Ասում է հա։ Ես չեմ կարծում, որ այսօր մարդ կա, որ հա ունի այդ շիրմաքարը վրան թիվ չկա վրան։ Մենք ասենք ինչ լավ է, թող չլինի, ինքը հավերժություն է։ Սա գիրք է հակասական զգացումների մասին։ Այստեղ ծիծաղն ու լացը անընդհատ հանդիպում են միմյանց։ Սա միաժամանակ անսահման ուժի ու անզորության, հավատի ու կորստի, ցավի ու սիրո պատմություն է։ Բայց նրանք, ովքեր արդեն կարդացել են գիրքը, ասում են, սա ծանր պատմություն չէ, սա ապրեցնող պատմություն է։ Պատմություն, որից հետո մարդիկ տուն են վերադառնում ու ավելի ամուր գրկում իրենց երեխաներին։ Շատերն ասում են, Գաբին իրեն սովորեցրել է ապրել, սովորեցրել է գնահատել ամենափոքր երջանկությունը, ամեն օրը, ամեն գրկախառնությունը։ Եվ գուցե հենց սա է այս գրքի ամենակարևոր առաքելությունը։ Ինձ գրում են անդադար, Գաբին տեսանք մեր երազում, ինքը խոսեց մեզ հետ, մենք բալիկ էինք սպասում, չգիտեմ, ինքը մեզ բուժման ժամանակ եկավ, մեր ավտոն հանկարծակի արգելակեց գիրքը կարդալուց, վթարային ֆանտաստիկ նամակներ ունեմ։ Մայրը հիշում է, նույնիսկ ամենածանր օրերին Գաբին չէր ուզում, որ իրեն խղճան։ Երբ վատ էր զգում, լռում էր, սպասում, մինչև նորից ուժ կհավաքեր։ Չէր սիրում ցույց տալ իր ցավը։ Ինքը ոչ խոսում էր, ոչ մեկի հետ չէր խոսում։ Սպասում էր, երբ որ ինքը կվերականգնվի, նոր ինքը սկսում էր խոսել թե քրոջ, թե տատիկի, թե մնացածի հետ։ Իսկ այն օրը, երբ բժիշկները փաստացի այլևս հույս չէին թողնում, Գաբին կարծես նորից որոշեց պայքարել, այս անգամ իր ձևով, լուռ, բայց ուժեղ։ Չի լինել 6 ամիս։ Բայց 2 ամիս կփորձեմ մեղմացնել, հա։ Հետո Գաբի աչքերում տեսա, որ սա հասկացել է ինքը։ Այսպես ոտքերը խաչեց, նստեց ու բարձր գոռաց. «Մամ, եթե մոդակը չի կարող, ես կարող եմ»։ Բայց Նյու Յորքում բժիշկների հերթական հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց։ Ընտանիքը որոշեց վերադառնալ հայրենիք։ Հենց այդ օրերին էլ Գաբիին հարցրեցին. «Ինչ է ուզում»։ Նա առանց երկար մտածելու պատասխանեց. «Շուն եմ ուզում»։ Գաբի անունը ինչ կդնենք։ Ասեց Աստղիկ։ Այն որ տանը շոկի մեջ են, ամուսինս ասում է Ավչարկա հովվաշուն Աստղիկ, հո դուք խայտարակ չեք։ Տղաս ասում է ես չեմ տանի իրան զբոսնելու, մամ, կասենք Աստղիկ, ասենք լավ, ասեցինք կներեք, լավ, կտարը հանում ենք, Գաբին չի Աստղի։ Ասեց մամ, ինքը ոստիկանական շուն է, իսկ իրանք ունենում են աստղեր։ Դրա համար ինքը պետք է լինի աստղի ու վերջ։ Իսկ Գաբիի աչքերով աշխարհը տեսնելու համար Գաբի գիրքը կարելի է ձեռք բերել Զանգա գրախանութների ցանցից, HiPost-ի բոլոր բաժանմունքներից, նաև My Book Store on-line հարթակից։ Գիրքը հնարավոր է պատվիրել աշխարհի ցանկացած կետից, դառնալով գաբիական լույսի շարունակությունը։ Լույսի, որը չի մարում նույնիսկ կորստից հետո եւ շարունակում է ապրել մարդկանց հիշողության, սիրո ու ապրելու կամքի մեջ։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։